Բոլորը խոսում են Իրանի նկատմամբ հավանական ռազմական գործողությունների սկզբի մասին, անգամ Եվրոպայի երկրներից մեկի նախագահն է ասում, որ ժամերի հարց է Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսելը։ Կա այդպիսի հավանականություն։ Գիտեք, ցանկացած ռազմական գործողություն իրականացնելու համար մի քանի կարևոր ատրիբուտներ են պետք որ լինեն։ Լինքոլնը արդեն Իրանի հարևանություն։ Լինքոլնը Իրանից ոչ մի բան չի ներկայացնում։ Ունենք մի այդպիսի Լինքոլն մեր պարագայում ուրիշ է։ Մենք ունենք 3 միլիոն ազգաբնակչություն, ունենք մի փոքրիկ Հայաստան, մի Լինքոլնը մեզ համար ուրիշ բան կնշանակեր, բայց աշխարհի չափանիշներով Լինքոլնը այդքան մեծ բան չի ներկայացնում Իրանից։ Միացյալ Նահանգները ամբողջ աշխարհում ունի 7 ավիակիր, որոնցից 2-ը ներկայդրությամբ Միացյալ Նահանգներում վերանորոգման են եւ վերակառուցման են կանգնած, եւ եթե որևիցե մի բան չփոխվի, իրենք նոր 2027 թվականին նորից հետ կվերադառնան շահը գործմանը։ Մի ավիակիրը մշտական Միացյալ Նահանգների ափերում ինքը հերթապահության է։ Մի ավիակիրը ներկայդրությամբ Վենեսուելայում է, մի ավիակիրը գտնվում է Եվրոպայում, մյուս ավիակիրը գտնվում է Թայվանի մոտ եւ ընդամենը մնում է Աբրահամ Լինքոլնը։ Հիմա Իրանի վրա հարձակման համար Միացյալ Նահանգները ունի 3 տարբերակ։ Լայնամասշտաբ պատերազմ ցամաքային հարձակումով, որտեղից կքննարկենք։ Ունի կարճաժամկետ հարձակման հնարավորություն եւ ունի քայքայիչ պատերազմի հնարավորություն, որը զուգորդվելու է եւ հիբրիդային, եւ ճանաչողական, եւ մնացած պատերազմների բոլոր մեթոդաբանությամբ։ Ցամաքային պարագան իսպառ բացառվում է, քանի որ նկատի ունենալով Իրանի նման հսկա պետությունը, Միացյալ Նահանգները տարածաշրջան պետք է բերի նվազագույնը 1 միլիոն զինվոր։ Իրանը պաշտոնապես ունի մշտական բանակ 1 միլիոնանոց։ Իրանը ունի նաև Իսրայել։ Իսրայելը Վաշինգտոնը իր ձեռքի տակ։ Գիտեք, Իսրայելը ավելի շատ ուռճացված խաղացող է, քան թե իրական խաղացող։ Եթե Իսրայելը կարողանար ինչ-որ մի բան աներ, արդեն անցյալ տարվա 12-օրյա պատերազմում կիրականացներ եւ վերջի վայրկյանին չէր խնդրի Վաշինգտոնին, որպեսի միջամտի եւ դադարեցնի պատերազմը։ Քանի որ այդ 12-օրյա պատերազմի ընթացքում ճիշտ է զոհվեցին իրանցի բարձրաստիճան զինվորական ղեկավարությունը, բայց նույն ժամանակ ոչնչացվեց Իսրայելի հիմնական գիտահետազոտական նավթավերամշակման, ջրի մշակման եւ այլ ռազմավարական նշանակության ունեցող կենտրոնները։ Եվ իրենք բավականին լուրջ հարված ստացան, որի մասին ընդհանրապես չի խոսվում եւ մամուլի էջերում չի գալիս։ Բայց երբ նայում ենք օրինակի համար Հայֆայի Իրանի միջուկային կենտրոնները, ես կասկածում եմ, որ լուրջ վնաս հասցրած լինեն Միացյալ Նահանգները եւ լուրջ կասկածում եմ, որ Միացյալ Նահանգները B2 տիպի ռմբակոծիչ օդանավեր օգտագործած լինի, քան որ իրենք ցանկացած պարագայում 1 F-18 թռնում ավիակիրի վրայից, իրենք 100 անկյունից նկարում են եւ ցույց են տալի, կամ Իրաքի եւ նախկին Հարավսլավիայի կամ Աֆղանստանի պատերազմի ժամանակ այդ բոլոր ռմբակոծությունները իրենք ցույց էին տալիս։ Այս պարագայում իրենք ոչ մի բան ցույց չտվեցին եւ այն պայթեցման փոսերը, որը առաջացել էր, անկեղծ ասած, երբ նայում ես, այն չի ինչը որ իրենք են ասում։ Բայց դա լավ հնարավորություն տվել Իրանին, որ չթողնի որևիցե միջազգային փորձագետ մոտենա իր Ֆերդո, Նաթանզ եւ Իսֆահանի միջուկային կենտրոններին եւ իրենք անեն այն ինչը որ ուզում են։ Եվ մինչ օրս դեռ հայտնի չի ինչ է եղել։ Ոչ մի բան չկա, բացարձակապես, բոլորը ենթադրություններ են։ Եվ եթե Միացյալ Նահանգների նախագահը Դոնալդ Թրամփը անցյալ տարի հունիսին պատերազմից անմիջապես հետո հայտարարեց, որ դա ամբողջությամբ ոչնչացավ, 3-4 օրն ասում էր, որ մենք ռմբակոծեցինք, բայց ոչինչ չեղավ։ Այսինքն այստեղ ավելի շատ լրատվական մեդիա պատերազմ է գնում, քան թե իրականությունն կա։ Բայց իրականությունը ինչ է, ոչ մեկը չգիտի։ Միայն գիտեն Իրանի բարձրաստիճան ղեկավարությունը։
եւ իրենք ձայն չեն հանում։ Սա մեկ։ Ուստի ցամաքային հարձակումը Իրանի վրա դա ներկայդրությամբ բացառվում է իսպար։ Միացյալ Նահանգները եթե 1 միլիոն զորք պետք է բերի, այդ 1 միլիոնի համար էլ պետք է բերի եւ զինտեխնիկա, եւ զինամթեր, եւ 1001 թիկունքի աշխատանքներ պետք է կատարի, որը ոչ թե օրերի, այլ տարիների հարց է։ Իսկ կներեք, երկրորդ պարագան, որը որ իրենք կարճ հարված հասցնեն, սա չի բացառվում, որի ընթացքում հրթիռային կամ ռմբակոծելու միջոցով իրենք հարվածներ հասցնեն եւ ռմբակոծեն օրինակի համար Խամենեի Իրանի կրոնական առաջնորդի նստավայրը, նորից ռմբակոծեն եւ սպանեն զինվորական վերնախավը եւ այլ կետեր ռմբակոծեն։ Բայց ինչ ունի Միացյալ Նահանգները տարածաշրջանում։ Ամբողջ տարածաշրջանում Միջին Արևելքում, Եվրոպայում եւ Հնդկական օվկիանոսում, այդ թվում նաեւ Աբրահամ Լինքոլն ավիակիրը, որը ավելի շատ աղմուկ է, քան թե իրականություն, ընդամենը ունեն շուրջ 350 ռմբակոծիչ, F-15, F-16, F-18, F-35 եւ 350։ Դա ոչինչ է։ Դա ոչինչ է։ Իրանը 1,670,000 քառակուսի կիլոմետր տարածք է։ Իրանի տարածքում Միացյալ Նահանգների տվյալներով ավելի քան 10,000 հրթիռ կա պատրաստ կրակելու համար։ Եվ F-35-ը եւ F-22-ը եւ F-18-ը որևիցե լուրջ պատերազմի իրենք չեն մասնակցել, որտեղ կա լուրջ ռեփ համակարգ եւ հակաօդային պաշտպանություն, որևիցե միտեղ։ Ուստի լուրջ խնդիր է Միացյալ Նահանգների համար, որ եթե իրենք մասնակցեն որևիցե նմանատիպ պատերազմի, դրանցից մեկի խոցում արդեն Միացյալ Նահանգների ամբողջ հմայքի ոչնչացումն է։ Կամ ասենք նույն Աբրահամ Լինքոլն ավիակիրը իրեն չեզոքացնելու համար Իրանը կարիք չունի նրան խորտակի։ Ուղղակիորեն, ասենք մի անգամայն ինքը բաց թողնի մի հազարատ անօթաչող թռչող սարք։ Աբրահամ Լինքոլնը ավիակիրը իր կողքի բոլոր նավերով հնարավորություն ունի առավելագույնը պատերազմի մեջ մտնել առավելագույնը 60 սարքի հետ։ Հիմա դա ուզում է լինի անօթաչու թռչող սարք, ուզում է լինի հրթիռ։ Այո, ամբողջ հոպը։ Այսինքն եթե իրենք 1000 անօթաչող թռչող սարք ուղարկեն, այդ հոպ համակարգը ավիակիրինը կչեզոքանա։ Չի կարողանա աշխատի։ Եթե էլ աշխատի, այդ 1000-ից հետո եթե կան ընդամենը 2, 3 կամ 100 հրթիռ եւ դրանցից ընդամենը մեկը կպնի ավիակիրի վրա գոյություն ունեցող այդ օդանավատ թռիչք ուղին, այդ ավիակիրը կդառնա 0։ Էլ չի օգտագործվի։ Եվ Աբրահամ Լինքոլնի ամբողջ հմայքը կկորչի։ Ուստի Միացյալ Նահանգները մինչև հարվածելը, մինչև որ հարձակվելը պետք է քննարկեն։ Եվ հետո այստեղ մեկ ուրիշ կարևոր վտանգ կա։ Եթե իրենք կարճ հարված հասցնեն եւ չհասնեն իրենց գլխավոր նպատակներին կամ հասնեն դրան, որը Իրանի ղեկավարության ոչնչացումն է, այդ ժամանակ Իրանը հնարավորություն ունի անմիջապես անցնել միջուկային զենքի ստեղծման։ Վաշինգտոնը ձգտում է իշխանափոխության ամեն ինչում։ Այլ նպատակ չունի այստեղ, հա։ Գիտեք, Միացյալ Նահանգների բուն նպատակը ոչ թե ժողովրդավարությունն է կամ իշխանության փոփոխությունը, այլ իրենց բուն խնդիրը այն է, որ Իրանը քայքայվի։ Ուրիշ ոչ մի նպատակ չունեն։ Միացյալ Նահանգներին չէր հետաքրքրում Սլոբոդան Միլոշևիչը քայքայվում է, ինչ է։ Իրանը չի քայքայվում։ Իրանը արդեն ավելի քան 46 տարի է գտնվում է կոշտ սահմանափակումների տակ։ Վերջին ժողովրդական բռնկումը հենց քայքայման հետևանք է։ Գիտեք, վերջի ժողովրդական բռնկումը ես կարծում եմ ավելի շատ իրանական հետախուզության աշխատանքներ, քան թե Միացյալ Նահանգների։ Քանի որ երբ որ նոյեմբերի 27-28-ին սկսեց այդ խաղաղ ցույցերը, ոչ Միացյալ Նահանգներն էր դրան պատրաստ, ոչ էլ Իսրայելը։ Եվ մենք տեսնում ենք այդ զինվորական բախումները, երբ որ տեղի ունեցան հունվարի 7-ին, 8-ին, իրենք դրսից հսկայական ուժեր տեղափոխեցին Իրան։ Մի քանի օդանավեր Իստանբուլից այսպես ասած գրոհայիններ տեղափոխվեցին Իրան եւ այնտեղ զինվեցին եւ սկսեցին կռվել։
Իսկ նրանց հիմնական խնդիրը այն էր, որ հնարավորին չափ խաղաղ բնակչության շատ կոտորել, որպեսզի ժողովրդի մեջ առաջացնեն ցասում եւ այդ ցասման հետևանքով ժողովուրդը դուրս գա հրապարակ, բայց դա չստացվեց, քան որ Իրանը երբ թույլ տավ դրանք բոլորը մտան ներս, մոտ 7000 վարձկան, ինքը անջատեց ինտերնետ համակարգը, անջատեց Starlink-ը, հայտնաբերեց բոլոր այն ղեկավարման եւ հրամանատարական կենտրոնները, որոնք որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները, այդ թվում Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Բելգիան, որ ունեին Իրանում, դրանց բոլորը հայտնաբերել եւ բոլորին հավաքեցին։ Ընդամենը 2 օրվա ընթացքում։ Ինչքան մարդ է ձերբակալվել, ոչ մեկը չգիտի, բայց որոշ տվյալներով ասում են, որ մոտ 12-13 հազար հոգի ձերբակալվել են։ Եվ սա նշանակում է, որ այն բջիջները, որոնք 5-րդ շարասյուն, ռազմականացված 5-րդ շարասյունը, որ կար Իրանում, դրանք ոչնչացան։ Այսինքն տեղի ունեցավ ճիշտ այն, ինչը որ 2022 թվականի հունվարի 2-ին տեղի ունեցավ Ղազախստանում, երբ տեղի ունեցավ բռնկում, բայց իրենց ղեկավարությունը դրսում էր, ներս մտան, բոլորին հավաքեցին։ Նույնն էլ այստեղ է տեղի ունեցել։ Ուստի այնինչ, որ Միացյալ Նահանգները փորձում է ասել, որ դա իրենց նախաձեռնությունը, լուրջ կասկած ունեն։